Ինձ համար ավելի հոգեարազատ է եւ կարծում եմ Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը։ Ես սա ընդունում եմ։ Խորհրդարանական համակարգը ցույց տվեց, որ թվում էր, թե խորհրդարանական մոդելը պետք է լինի ավելի ժողովրդավարական, բայց դառել է ճիշտ հակառակը։ Եվ երբ ընդդիմադիր այն ժամանակվա ընդդիմադիրները ասում են սուպեր վարչապետությունը պետք է դեմոնտաժվի, իրենք եկել են եւ ոչ թե դեմոնտաժել են, այլ հակառակը մի բան էլ ավելի ամրացրել են այդ մոդելը։ Բայց սա մի քիչ զգայուն հարց է եւ այս հարցի շուրջ ուղղակի պետք է ավելի լայն քննարկումներ մենք ունենանք։ Այն նախագահի պաշտոնը, որը կա այսօր, ինձ համար ընդհանրապես հասկանալի չի։ Ով գա նախագահ կամ պաղպաղակա ուտելու երեխաների հետ, կամ դաշնամուր է նվագելու ինչ որ միտեղ, որովհետեւ այլ ֆունկցիա ուղղակի չունի։ Բայց այդ նույն նախագահը ունի մոտ 100 քանի 130 թե 140 հոգի աշխատակազմ, որոնք նստած են լուրջ դեմքերով իբրև ինչ որ բան են անում։ Թե ինչ են անում, չգիտեմ։ Ուղղակի այդ բյուջեին պետք է նախատեսել պաղպաղակի ինչ որ մի քանի ֆուր տարվա ընթացքում, թե ինչքան պետք է ուտի, կամ մի 15 հատ դաշնամուր բերեն, որ առավոտ 9-ից մինչև 10-ը մեկի վրա նվագի, 10-ից մինչև 11-ը մեկ ուրիշի, տարբեր սենյակներում բանը, որ գոնե ինչ որ բանով զբաղվեն։ Դրա համար այո, մոդելի փոփոխություն պետք է, բայց կրկնեմ այդ միտքը, ինքը զգայուն հարց է եւ պետք է ուղղակի ավելի լայն շրջանակներով քննարկել։ Սա նորմալ չի, երբ ասենց մեկ մարդ ունի անսահմանափակ իշխանություն, ուղղակի աննորմալ երևույթ է, փոխելու ենք։